Լեզվում կան տարեր, 39 ընկերներ, տարերն ունեն անուններ, դառնում են միասին բառեր։ ԱՊԿ ԴԵՍ ԷԸՑԺԻԼ ԽՑԿ ՀՑՂ ՃՄԵ ՆՇՎ ՉՊՃ ՌՍՎ ՏՐՑ ՈՒՓՔ եւ վերջում Սերունդներին փոխանցենք Այ բուբենն է մեր հայոց Նրա տարերն են ոսկեզոծ Հնչյուններն են զանազան Ձայնավոր և բաղաձայն ԱՊԿ ԴԵՍ ԷԸՑԺԻԼ ԽՑԿ ՀՑՂ ՃՄԵ ՆՇՎ ЧՊՃ ՌՍՎ ՏՐՑ ՈՒՓՔ և վերջում Սերունդներին փոխանցենք Այ բենգին դայեցա Սիրելի ծնողներ, հարգարժան մանկավարժներ և մեր ապագայի լավագույն վկաներ, մեր փոքրիկ բալիկներ։ Այսօր այս խորհրդավոր օրը բոլորս հավաքվել ենք Բերդի պատմամշակութային թանգարանում։ Մի վայր, որը խոսում վկան է մեր հնադարյա պատմության և մշակութային արժեքների։ Եվ այսօրը հատկապես խորհրդանշական է նրանով, որ այսօր մեր այս փոքրիկները իրենց խոստումն են տալու հենց այստեղ, այս վեհաշուք պատերի ներքո, որ իրենք պահելու ու պահպանելու են մեր անարատ են պահելու մեր մայրենին, մեր բազմադարյա պատմությունն ու հնագույն մշակույթը։ Նրանք դեռ մի քանի ամիս առաջ վախվորած ու անհաստատ քայլերով մտան դպրոց։ Իսկ այսօր ավելի հաստատակամ ու վստահ կանգնած են այստեղ, քանզի նրանց ձեռքում է արդեն մեր ոսկե բանալին, Մեսրոպաչրուն Այբուբենը, որը նրանք արդեն բացահայտել են իրենց սիրելի դասարանի հետ միասին։ Եվ սիրով, այստեղ եմ հրավիրում մեր ապագա գիտնականներին ու արվեստագետներին, մեր հողի և գրի պահապաններին, առաջին վե դասարանցիներին, դասվար Սուսաննա Մելքումյանի Միայն մի փոքրիկ կարող ենք առաջատալ այնտեղ հատվածում է Բայց երբ սոսկահար Բաղդադից ելանք միջավիտ հասանք հայոց օթևան մեծ անապատում տեսեք ինչ տեսանք տեսանք հայ մի կին վշտով իմաստում հայոց հոգին էր ցույց տալիս որդուն աղազի վրա գրելով գրերն հայոց սուրբ ոգով գրում էր այդ բեն որդուն այսպես ասում շշուկով այ բեն կին դայե ձակս լավ նայե որ թուրքը վայե որ լավ սովորես նորպես քեզ պիտի Աստված փայփայե ասում գրում էր մայրը հայ գրերն ավազի վրա բայց քամին գալիս ջնջում էր հայոց գրերը մնորյա ջնջում էր քամին բայց ջնջածները գրում էր տղան գրում էր նորից Աստվածապարգև գրերը որոշ բայց քամինելի թուրսամնի պես գալիս էր խորոշ խուժում ջնջում էր բայց նորից գրում էր տղան հայոց անխորտակ գրերն ազգապար թրերն արմաղան գրում էր մայրը ավազի վրա Այբուբեն հայոց ինչ ես թուրքացել դու էլ այ քամի ինչ կուզես այ օծ
ասում գրում էր մայրն իմաստնախոս գրերն ավազին, Մասիս էր գրում, որ չմոռանար որդին Մասիսին, որ չմոռանար անապատում էր այրերին խլված, գրում էր մայրը հույս անխորտակ և թե խարխլված, ու վանածով էր գրում ավազին հույսով անկատար, բայց նորից գալիս, նորից էր ջնջում քամին խելագար, նորից էր գրում, նորից էր ոռնում քամին խելահեղ, ահա ձեզ մարդիկ, հայոց պատմությունն ամենաշքեղ, մայրը ցույց տալիս, գրում էր որդին մահից էլ համար, գրում էր որդին, թեկուզ յաթաղան սամուն ինքը գար, չես կարող ջնջել, մռնչաց մեսրոք մաշտոցի ոգին, ջնջել
քո, եկեսյալ հայություն քո, երեցիկ կան քո, որպես եսինս եկելի, ասաց մեզ համակազորը, ուր մեզ այսօր, և թող մեզ պահվիս ինձ, որպես և մենք թողում մերոնց պարտավորած։ Եվ մի տանից մեծ փորձություն, այդ դրյաս մեզ իչարել, զիքոյ ակայություն և փորձություն, և բարդ հավիտան սապտենից, ամեն։ Գիրը միայն գիրը հաղթեց խավարին, ազգը հալած եմես կեզ միայն գիրը, մորած միս, կործան միս, հիմա ունենք մենք բանալի, որը փակ դռներ բացել գիտի։ Գիրը հաղթեց, եղավ ազգիս պահապան, հային տվեց հայոց լեզու, ումին է Հայաստան։ Եվ հոյակապ հիրվանկերի մութ խուցեր ու մեջան մեջ պատմիչներ մեր վշտար, մեր կանթերի լույս, սովան, շեջ մին էշկարով, մին ջիրով և ճկնուջամ գիշերն անկում պատմությունը մեր գրեցին մագաղաթի վրա դրգույնի։ Եվ հյուսեցի պատմությունը հավերժացով ժողովրդի վար հավատով պարքերը մեր ավարտեցին որդոց որդի։ Այսօր ուրքան քայ ենք մենք, որ խասում ենք հայերեն, որ ունենք հող հայրենիք, որ չենք դարձել խաղալիք, որ մենք դար ու դարե հպարտ կարող ենք ասել, մաշտոց դու ես մեզ կնքես և ավար շահ ենք մնացել։ Ով գերաների հայեր, սուրն ես հոտ մաշտոց, որ մենք հատարագի իշի շորեցի,
որպես ագնալության տանալի ժառանգել ենք հայոց այբուբենը, այց միջև քրն, Աստված Քրիստոս, իր 36 տարերով։ Յուրաքանչյուր տահեր նկատեցին և մեծացան, ժառանգել ենք խոսքը պատգամ, որպես մեզ հոգևոր թագավորության վահան։ Ճանաչեցին հասկացություն ևս դա իմանալ բանս հանճարով։ Ayos, sozak, mohak, nubarin,
նկարչուհի Լալեմ Աբգարյան։ Ես Ավետն եմ Հոսակյան, մտնում եմ աշխարհը բարի լուրերով։ Ես Ալեքսն եմ Ահավան։ Ես Սոֆին եմ Բաղդասարյան։ Ես Հալանն եմ Մկրտումյան։ Ես Էդիկ եմ Յուրատյան։ Ես Ալեքսանդր Արավերդյանն եմ։ Ես Վիկան եմ Մելիքյան։ Ես Նարեկն եմ Մերսունյան։ Ես Արմենն եմ Բաթոյան։ Սասունցի դավթի պես Սզոր ու կտրի ես Դավիթն եմ Վիդաբյան։ Ես Արևան եմ Բագրչյան։ Լուսավոր ու պայծառ Արեգն եմ Փայտյան, շենացնում եմ գյուղս հացի բյուրով հայկական, հայրենատերն եմ ես Պաշտպանը Տավուշի, ամոն կանանած զավակ մեր կանաչ աշխարհի։ Ես Հրաչյան եմ Ներսիսյան։ Լսում ենք, հայ ենք, եկել ենք քնից, տեսել ենք ավեր, տարեր ենք դավեր, բայց ապրել դարեր։ Ապրում ենք հիմա, ապրել մալեր։ Մենք գտենք գիտենք գարթալ բայրենի, գրել Հայաստան։ Այսօր մենք ենք ծիլերը նորահար, մեր աչկերում լույս, մեր սրտերում խին, մենք սովորեցինք գարթալ ու գրել, մեր մայրենի լեզուն անվեց փայփայել։ Մենք Հայաստանի լավ տիրերը, մեր հայոց էլի, փոքիկ պապաններ երգում ենք։ Սիրենք ու պահպանել մեր ոսկեղենիկ լեզուն։ Լինել արդար, ուզեղ և ուսումնատեր։ Պահել մեր նախնած պատիվն ու անունը։ Մեր հայրենիքի շնորհացնեմ մեր երկիրը։ Սիրելի երեխաներ, դուք մեր հողի իսկ այսօրվանից մաշտոցյան գերի պահապաններն եք։ Որպես ձեր առաջին մեծ հաղթանակի վկայություն, ձեզ եմ հանձնում ձեր ամենակարևոր փաստաթուղթը գրաճանաչության վկայականը։ Թող որ տոն դարձած այսօրը բարի, ձեր հոգու խորքում մնա արհավեր, և ուսումնական ամեն մի տարի նոր և գեղեցիկ տոն բերի իր հետ, և թողարարիչ Աստված այսուհետ իր ներկայությամբ մի նոր ուժ տա ձեզ, որ դուք ամեն մի բացվող օրվա հետ մի լավ արարքով ուրախացնեք մեզ։ Տրվում է Բերքի թիվ 1 հիմնական դպրոցի առաջին պետդասարանի աշակերտ Յուրա Մելիքյանի գրաճանաչ դառնալու կապակցությամբ։ Ես կմոտենամ կտամ ձեզ մենական մասաններ։ Նոնա Խոսակյանի, Ավետ Խոսակյանի, Ալեքսա Հարոմյանի, Սոֆի Բաղդասարյանի, Սամվել Անեսյանի, Դավիթ Վիրագյանի, Արեգ Փայտյանի, Արմեն Աթոյանի, Լևոն
Սատուրյանին, Ալեքսանդր Ալավերդյանին, Ալեն Հակատունյանին, Հրաչ Ներսիսյանին, Էրիկ Ախաջյանին, Ռաֆել Քոսակյանին, Արտյոմ Թումանյանին, Էդիկ Ջուլհակյանին, Արենա Մկրտչյանին, Մարետ Մերքումյանին, Էրինա Ավդալյանին, Վիտա Մելիքյանին, շնորհավորում եմ բոլորին, ես սիրում ու հավատում եմ ձեզ։ Այն հավատի համար, որ ներարկեցիք մեր փոքրիկ սրտերում։ Դուք մեզ սովորեցիք ոչ միայն կարդալ ու գրել, այլև երազել։ Շնորհակալ ենք մեր հարազատ թիվ 1 դպրոցի տնօրենությանը։ Դպրոցը մեզ համար տուն դարձավ, որտեղ մենք մեզ ապահով ու սիրված ենք զգում։ Շնորհակալ ենք, որ մեզ համար ստեղծում եք լավագույնը և բացում եք մեր առաջ ապագայի դռները։ Մենք չենք մոռանում նաև նրանց, ովքեր հոգ են տանում մեր համար։ Շնորհակալ ենք մեր հավաքարերների բնակչության համար։
Քրոջը ամեն մի ցավն ու փոքրիկ վերքը շվիտով ու բուժելու համար շնորհակալ եմ ձեզ։ Հարկերին գեր Երկանյան, շնորհակալ եմ ձեզ։ Մեր մշակութային ժառանգությունը պահպանելու և ներկայացնելու համար։ Մենք այս թանգարանի ամենաթարման ամենակենդանի ցուցանմուշներն են, որ եկել են դասելու մեր պատմությունը շարունակվում է։ Հայը ոսկեհաց ցորենի պես է, ինչ էր որ անել մեկ էլ ջուր գտա, 7 ծաղացին քայի տակից է, անգամ ձեռքի լույս ախսար գա։ Հայը ոսկե տար գրերի պես է, ուր էր որ գցենք, մեկ էլ լույս կտա, իր աշխատանքով հանճարոտ բեղում բարի կստեղծի, մտքին լույս կտա։ Այստեղ օդը հայրենիք է, իսկ պատերը մեր կապերի ուշ մեզ փոխանցում։ Թանգարանի ամեն քար ու մասունք պատմում են մեր նախնիների քաջության ու շնորհքի մասին։ Մենք այս սահմանի պինդ ու անալիք շուներն են, որ աճում են դա նաև հզոր անպատերի։ Մեր տավուշ աշխարհ, մեր ամուր դարպաս, դու կանաչ ամրոց, դու անալիք դաս, այստեղ ամեն քար ու ամեն մի ծառ մեզ հայրենասիրություն է սովորեցնում պայծառ։ Իսկ սահմանին կանգնած մեր քար զինվորին ու ակում ենք սեր ու օրհանգը բարի։ Դուք պահում եք հող
Մենք պահում ենք իրը, որ հզոր լինի մեր հայոց աշխարհի պատիվն ու գնինք։
ուսուցիչներին, թե ուսուցչուհուն ու մեր ուսուցիչներին, ծնողներին։ Սիրելի փոքրիկներ, մենք հավատացինք ձեր պատմությանը։ Ձեզ հետ միասին անցանք ձեր այս 1 տարին, եւ սովորեցինք, հասկացանք, թե ինչ եք դուք սովորել։ Կարծում եմ հայտնվեցինք 5-րդ դարում եւ դուք մեզ ներկայացրեցիք, թե ինչպես է Մեսրոպ Մաշտոցը եւ մի շատ այլ երևելի մարդիկ ջանքեր թափել, որ կարողանան ստեղծել հայոց տառերը։ Գուցե դուք ձեր ասածներն այնքան էլ լավ չհասկացաք, բայց շատ կարևոր ու մեզ համար պատմական խոսքեր հնչեցիք, սիրելի փոքրիկներ, ձեր անմեղ աչուկներով եւ թոթովախոս լեզվով հիշեցրիք, թե ինչ պատմություն ունի հայը եւ ինչ ճանապարհ է անցել հայոց երկիրը, սիրելի երեխաներ, սիրելի Կերմերքումյան, շնորհավորում եմ ձեզ, շնորհավորում եմ, ելի եմ կրկնում մեր ուսուցիչներին, մեր ծնողներին, իհարկե այս օրը անմոռաց կմնա, նույնիսկ թեկուզ մի քիչ տխրեցինք, բայց անձրևն էր կարծես օրհնություն էր այս երեխաների եւ մեզ համար, սիրելի ծնողներ, եւ ուզում եմ, որ այս գեղեցիկ օրը, այս կարևոր պատմությունը իրենց կյանքում մենք ավարտենք ուրախ տրամադրությամբ, բարձր տրամադրությամբ եւ կարեւորենք, որ նրանք ստացան իրենց կյանքի առաջին անձնագիրը, գրաճանաչության գեղեցիկ վկայականը։ Շնորհավորում եմ, սիրելի փոքրիկներ, թող որ սա դառնա ձեր կյանքի լույսի ճանապարհը։ Կեցեք, շնորհակալ ենք ձեր ուսուցչուհուն, ձեզ, որ այսքան գեղեցիկ խոսքերով արտահայտեցիք այն, ինչ որ ուզում էիք ասել, ինչ որ սովորել էիք, այսքանը, եթե կարող եք արտահայտել